Այսօր հայտնի դարձավ, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Կեսգիշերին Երևանի բնակիչ 28-ամյա Անն իր վարած Hyundai Elantra-մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Կայքերից մեկի տեղեկություններով մահացածը 28-ամյա Ալետան Նիկոյանն է, դերասան բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը։ Ալետան 2 մանկահասակ երեխաների մայր էր։ Այս ցավալի լուրը վաղ առավոտից տարածվել է համացանցով։ Մեկ տարածվում են նաև բլոգերի եւ նրա քույրիկի համատեղ լուսանկարները, ինչպես նաև տարածվում են ողբերգական վթարի կադրերը։ Այս ամենը սարսափ է հիշեցնում եւ եւս մեկ անգամ հորդորում վարորդներին լինել զգոն եւ չգերազանցել սահմանված արագությունը։ Հավակցում են երիտասարդ աղջկա ընտանիքին ու հարազատներին այս ցավալի ողբերգական լուրի։ Կյանքից անժամանակ հեռացել է սիրված դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրը։ Այս մասին դերասանուհին հրապարակումով էր հանդես եկել, նշելով, որ իրենց ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել։ Այս հրապարակումից հետո համացանցում տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, թե որն է դերասանուհու երիտասարդ եղբոր կյանքից հեռանալու պատճառը։ Դերասանուհին հետևյալ գրառում էր կատարել իր ինստագրամյան էջում։ Սիրելի բարեկամներ, ընկերներ ու հարազատներ, խորեցավով տեղեկացնում եմ, որ կյանքից անժամանակ հեռացել է եղբայրս Վալերի Շահնազարյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին ժամը 17:00-ից 20:00 Ռոտոնդա Սկոսրահում, Երևանի վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց 83/12, ուղարկավորությունը հունիսի 16-ին ժամը 11:00-ից 13:00։ Որպես այդպիսին նա չէր բացել փակագծերը եւ չէր նշել, թե որն էր իր եղբոր մահվան պատճառը։ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Խաչատուր Հունանյանը։ Վերջինս երկարատև ծանր հիվանդությամբ էր տառապում, հայտնիներից շատերն էին ինստագրամյան հարթակում հանդես գալիս օգնության կոչերով, որպեսզի գումար հավաքագրվի եւ Խաչատուր Հունանյանը կարողանա ապաքինվել, սակայն ապարդյուն։ Րոպեներ առաջ դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել եւ գրել. Հանգչիր խաղաղությամբ, եղբայր։ Խաչ չէ, մի քանի օր առաջ խոսեցինք, ասեցիր Գոռ ջան, ես պիտի հաղթեմ սրան, ձև չկա։ Ափսոս, գրել է Գոռ Հակոբյանը։ Բարի ողջույններս բոլորին։ Հուսամ լավ եք բոլորը, Ժող ջան։ Ասեմ, որ ես եմ դեպի լավը։ Վերջերս պոստեր եմ տենում, որ Խաչատուր Հունանյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ այլն։ Ես խնդրում եմ այդպես բաներ post չանեք։ Հաստատ համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ ենք գրանցում մետաստազ ջարդելու, խեղճացնելու հարցում։ Ես հաստատ համոզված եմ, որ տենց է լինելու, որտեղ չկա խմել, չկա ծխել, կա առողջ ապրելակերպ, թթվածնով պարտադիր միշտ, այսինքն ինձ շատ լավ եմ տիրություն անում, որպեսզի ոտքի կանգնեմ շատ արագ։ Լեւոր այսքանը, դուք էլ կոմենտներում գրեք, տնամ դուք ոնց եք։ Привет։ Այսօր ապրիլի 29-ն է, մենք եկել ենք մեր 3-րդ կուրսին արդեն։ Ընդհանուր առմամբ չեմ ցանկանում որևէ մեկը տանցնեք այն ճանապարհով, ինչով մենք ենք անցնում։ Ու չեմ էլ ուզում միշտ այդ մակարդակին, բայց կարևոր բան կա ուզում եմ ասեմ։ Մեր վաղուց արված նկարները ինչ որ կայքիկներ տարածում են կոմենտներում ինչ որ անհուսում մարդիկ մտնում են Գյումրի ամենափրկիչ եկեղեցու դիմաց արված նկարը վերցրել են 3 տարի առաջ արված տակը այդ անուսումները ովքեր որ իսկի չգիտեն այդ եկեղեցին որտեղ է գտնվում գրում են սրանք գնացել են Գերմանիայում նկարվել ամեն օր նկար են գցում կայֆավատ են լինում եւ այլն Խնդրում եմ ինձ մի ստիպեք, որ այդ կոմենտներին հատիկ առ հատիկ անդրադառնամ ու հանեմ մայրուղի։ Ես դրա ժամանակն ու հավեսը չունեմ։ Մեր բուժման ընթացքի մասին։ Նախ ասեմ ինչպես ենք մի օր լավ, մի օր վատ։ Հասել ենք 3-րդ կուրսին, ընդհանուր 14 կուրսից 3-րդն ենք մի քանի օրից ստանալու։ Ունենք վիրահատություն, որը որ օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ անկնում
Այս պահին Ֆելիքս իրեն լավ է զգում ու մենք տանն ենք, որովհետև մեզ մի շաբաթով թողել են տուն, 1 ամիսից ավել հիվանդանոցում մնալուց հետո։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին մարդկանց, ովքեր սրտացավ են, ովքեր գրում են, հարցնում են, էլի հետո տեսանյութ կհրապարակեմ, որով ինֆորմացիա կտամ ձեզ։ Մի քիչ թույլ եմ, բայց հա։ Ուզում եմ դիմել են լրատվականներին ու են Facebook-յան կիսատ բռատ էջերին, որոնք իմ սթորիները վերցնում են ու իրականության հետ չհամապատասխանող վերնագրեր են գրում, որ դիտումներ հավաքեն։ Ժողովուրդ մի արեք, խնդրում եմ, չեմ ուզում վատ բառեր ասեմ, չեմ ուզում հիմա իջնեմ այդ մակարդակին, ձեր գրած վերնագրերի հետ կապված էլ մարդիկ սխալ են հասկանում ու լիքը վատ մեկնաբանություններ են գրում, որը որ ինձ շատ տհաճ է այս պահին ու թողեք ես զբաղվեմ, թողեք ես զբաղվեմ իմ ընթացքով լինեմ իմ երեխայի հետ։ Հիմա այդ ամեն ինչ իմ համար շատ ավելի ինֆորմացիա է, որը որ խանգարում է, ես չեմ ուզում էլ եմ ասում իջնել այդ մակարդակին ու վատ բան ասել։ Ես Instagram-ում հրապարակում եմ այն ինչը որ ճիշտ եմ համարում ու դա խեղաթյուրելը շատ վատ է, մի արեք։ Ուզում եմ երկու բառով այն հազարավոր, նույնիսկ կարող եմ ասել տասնյակ հազարավոր սրտացավ մարդկանց, ովքեր որ ինձ գրում են, հարցնում են երեխայի վիճակը, ուզում եմ ասել ինչ փուլում ենք, ինչ ենք անում, երեխային իրեն զգում է լավ, մենք անցնում ենք բազմազան անալիզներ, որը որ Գերմանիայի հիվանդանոցներում պարտադիր է, այսինքն գրեթե բոլոր անալիզներն անցնում ենք, այն ինչը որ արդեն անցել ենք, իրենք իրենց մոտ են ստուգում, դա ընթացք է ու մենք չենք կարող ոչ մի բան փոխել, պիտի այդ անալիզները հանձնենք։ Անալիզները իրարից օրեր տարբերությամբ են, այսինքն օրը մեկ մի բան անում ենք, օրը մեջ մի բան անում ենք, այդպես ասեմ, բայց արդեն հասնում ենք այն որ ֆինիշին ու պետքա մոտակա 2 օրվա ընթացքում արդեն մենք հոսպիտալիզացվենք ու ստանանք մեր առաջին կուրսը։ Շնորհակալ եմ, որ աղոթում եք իմ երեխայի առողջության համար։ Կներեք, որ անձամբ չեմ պատասխանում այդքան նամակին, ուղղակի ֆիզիկապես անհնար է պատասխանելը։ Մենք արդեն Մյունխենում ենք եւ ուրբաթ օրը առավոտ կանցնենք մեր բուժման սկզբին։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, մերսի շատ։ Դերասան Գրիգոր Դանելյանն իր Facebook-յան էջում հրապարակում է արել այդպիսով նշելով, որ իրենք Ֆելիքսին, Գոռ Հակոբյանին եւ նրա կնոջն ուղարկում են Մյունխեն բուժման։ Տեսանյութում երևում է, թե որքան հուզված է փոքրիկը եւ որքան հուզված են ծնողները։ Գրիգոր Դանելյանը նշում է, որ ուղիղ 10 ամիս հետո էլի Զվարթնոց օդանավակայանում հանդիպելու են, իսկ Ֆելիքսի մայրիկը երանի է տալիս այդ օրվան։ Ներկայացնում ենք տեսանյութը եւ մաղթում փոքրիկին շուտապույտ ապաքինում։ Ֆելիքսին ճանապարհում ենք Մյունխեն։ Հիշեք այս օրը շատ շուտով, ընդամենը 10 ամսից հանդիպում ենք էլի ստեղ։ Երանի օրը։ Տելես Աղասը խոստացել է, որ պետք է գլոր Փարիզ դե։ մեջքը բաչորիկով մենակով բերդին։ Մենակով։ Աստղվել։ Աղասը պետք է Փարիզ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հայ ազգին, որ մեր կողքին են։ Մեսի Ժորժ ջան։ Մենք ճանապարհում ենք, всё։ Ասապակա կհանդիպենք 10 ամսից։ Всё։ Ձեզ հետ է Ֆելիքս Հակոբյանը եւ Վիչոտ Հակոբյան։ Մենք այսօր կփորձենք բնագիտական փորձ։ Եթե գցալով հարվածել բաժակներին, այնուհետև ձայնը կփոխվի։ Հա։ Առաջինը։ Թողեք խոտում եմ իսկույն։ Տեսակ, որ ձայները փոխվում են, որովհետև ջրի հավասար